Առաջիկա ընտրությունների ժամանակ այդպիսով չեն խախտում բարեգործության մասին օրենքը, առավել ևս իմ քայլը հիմնադրամի որևէ ծրագրի շրջանակում որևէ շահառուի հետ երբևէ տեղի չի ունեցել որևէ ձևով քարոզչություն, որովհետև ես ինչպես իմ իրավունքն եմ պաշտպանում, այնպես պաշտպանում եմ բոլորի իրավունքը, ընտրությունը մարդու ազատ կամարտահայտությունը, մարդու ազատ քաղաքական կողմնորոշումը, դա ամենամեծ արժեքն է, որ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ամենաթանկ արժեքն է, եւ դա մենք բոլորս պիտի պաշտպանենք։ Առավել ևս, այսինքն քարոզչություն իրականացնում են բոլոր այն մարդիկ, ովքեր հայտ են ներկայացնում, ուզում են մարդկանց ներկայացնել իրենց գաղափարները եւ ուզում են մրցել ընտրություններում։ Մենք իմ քայլը հիմնադրամը որևէ ձևով ներգրավված չի այդ Նախին լրագրողը կերպիվ հայտնի այդ խոսքը կար, որ նախին շանցյան ժամանակ ասում էին խտերով ամեն ինչ կարգին է։ Հիմա խտերով ամեն ինչ կարգին է այդ դրամբանության մեջ, բայց եթե խտերով ամեն ինչ կարգին է, հիմա դուք իշխանության չեք լինի, որտեղ խտերով ամեն ինչ կարգին է, դեռ չնշանակում, որ ամեն ինչ ճիշտ է։ Ես հիմա ձեզ ասում եմ թղթերով ամեն ինչ կարգին չէ, որովհետև այն ժամանակ, երբ որ 2022 թվականին իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրենը եղել է իշխող կուսակցության վարչության անդամ եւ այդ ընթացքում հիմնադրամի գործունեությունը ծավալվել է եւ բարեգործական ծրագրերը իրականացվել են, թղթերով ամեն ինչ կարգին չէ։ Ես ձեզ հետ համաձայն չեմ, որ թղթերով ամեն ինչ կարգին է։ Դե դա ձեր խնդիրն է բացահայտել։ Իսկ դուք դրա մասին նույնիսկ տեղյակ չէիք։ Չգիտեմ հիմա թղթերով կերևա, դատարան կգնանք կտեսնենք։